Այստեղ գալուց, գիտեք, քաղաքացիներից մեկը ասեց, մի հատ կփոխանցեք իրեն հարմար առիթին, որ ինչի է ինքը մասնակցում։ Հիմա բացատրեմ ինչ նկատի ուներ։ Ժողովուրդ ջան, եթե ձեզ գալիս են, խոստանում են ադրբեջանական բենզին, Ադրբեջանի բարեհաճությունը, Ալիևի խոստացած խաղաղությունը, Ալիևի տարածքներ են խոստանում, մի հատ կարաք բացատրեք, Նիկոլ Փաշինյան այս ընտրություններին, ինչի է միջնորդավորված մասնակցում, թող Ալիևը միանգամից քվեարկվի, թող կա Ալիևը իր դեմքով քվեարկվի, բան տեղապահ ընտրում ենք, որ ինչ անենք, միջնորդավորված բան անենք, ինչի, այսինքն մենք պիտի ունենանք հայկական հայ ազգի ղեկավար, ոչ թե միջնորդ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, բրոկեր Ադրբեջանի ու Թուրքիայի համար, տենց հողերը էժանով, թանկով, կամ չգիտեմ, տարածքները, ստրատեգիական ռեսուրսները, այսինքն պիտի հասկանանք, որ հունիսի 7-ին, եթե այս մարդը ընտրվում է Ալիևը, լինում է միկրոֆոնը կա։ Ամենաթեժ պահին միկրոֆոնը հասավ։ Ընտրվում է Ալիևը, ժողովուրդ ջան, ընտրվում է Թուրքիայի, Ադրբեջանի երազած կառավարությունը։ Մենք ուզում ենք, որ հայ ժողովրդի երազած կառավարությունը ընտրվի։ Ու երկրորդ բանը, ու վերջին բանը, ամենաշատ մտավախությունը, որ մեզ ասում են մեր քաղաքացիները, այստեղ էլ նոր, ասում են վախի մթնոլորտ կա։ Մարդիկ վախենում են։ Չեն, որովհետև ասում են լայքի համար գործից ազատում են, մասնակցության համար գործից ազատում են, բարևելու համար գործից ազատում են։ Ժողովուրդ ջան, գիտենք, այսպիսի մթնոլորտ իսկապես երբեք չի եղել, այսպիսի տրամադրություն մթնոլորտ Հայաստանում չի եղել, բայց մի բան ունենք ձեզ ասելու, այս ամեն ինչը իրենք արել են ձեր 7 տարի, սկսած քաղաքացու վրա թքելուց, վերջացրած ձեր հարկերը բարձրացնելը, վերջացրած պատերազմները, ձեզ գործից ապօրինի ազատելը, միջնամատ ցույց տալը ինձ հուշում են, կլինի մնացած բոլոր ապօրինությունները, բոլոր տեսակ հարկերը, տուգանքի մատերիալ սարքելը, քաղաքները չզարգացնելը, պարտքը ավելացնելը, դրա պատասխանի օր կա։ Պետք չի մի եկեք հավաքներին, եթե ձեզ չգիտեմ վախեցնում են, լավ մի ամիս էլ կարաք սրտիկ չդնեք, բայց հունիսի 7-ին այդ ամեն ինչի պատասխանը պետքա տալ։ Հունիսի 7-ն է, ձեր բարեկամներին խնդրում ենք, փոխանցեք, որ հունիսի 7-ն է այս իշխանության արածների պատասխանը տալու օրը։